Տիկին Ղազարյան վերջին օրերին Երևանը մարդաշատ է եւ այսպես ասած 50 երկրների ղեկավարներ, ամենատարբեր գագաթնաժողովներ, այսօր էլ Հայաստանի Հանրապետություն Եվրամիության գագաթնաժողովը տեղի ունեցավ, վարչապետը մի շարք հայտարարություններ արեց այդ իմաստով, ընդհանուր առմամբ, քանի որ նաեւ շահարկումների դաշտն է շատ եւ որոշ ուժեր կամ այսպես առանձին անհատներ պնդում են, որ այս գագաթնաժողովները Հայաստանին ոչինչ չեն տալիս, բացի այն, որ եվրոպական քաղաքական համայնքի ներկայացուցիչները գալու են, հետո վերադառնան իրենց երկրներ Հայաստանի համար այստեղ ոչ մի օգտակար գործողության գործակից ըստ էության չկա։ Հայաստանը ինչ է ստանում այս ամենից եւ ինչու է հատկապես վերջին օրերին շատ խոսվում, որ սա մեկ նպատակ ունի, այն է ռուսատիացությունը։ Սա իսկապես կարևոր ժամանակաշրջան է մեզ համար, որովհետեւ այո ճիշտ նշեցիք, Հայաստանում միանգամից տեղի են ունենում մի քանի կարևոր իրադարձություններ, որոնք ըստ էության Հայաստանը դարձրին արդեն համաեվրոպական քննարկման կենտրոն։ Եվ սա իրապես շատ կարևոր է ոչ միայն այն առումով, որ Հայաստանը ժամանել այնպիսի երկրի ղեկավարներ, որոնք նախկինում չեն եղել Հայաստանի Հանրապետությունում, չեն ունեցել որևէ հարաբերություններ, դրանից անդին ստորագրվել են նաև երկկողմ կարևոր փաստաթղթեր Հայաստան-ԵՄ, Հայաստան-Խորվաթիա, Հայաստան-Մեծ Բրիտանիա, Հայաստան-Ֆրանսիա այսօր կստորագրվի, այսինքն մենք ըստ էության գործ ունենք Հայաստանի Հանրապետությանը եւ այլ պետությունների միջև նոր համագործակցություն, որը չի կարող պտուղներ չտալ եւ արդեն մենք տեսնում ենք դրանց պտուղները։ Ըստ էության սրանք պատմական իրադարձություններ են, այսօր էլ վարչապետը ասաց, որ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը ինքը պատմական միջոցառում է, որովհետև նախկինում երբեք Հայաստան-ԵՄ հարաբերությունները այսպիսի մակարդակում չեն եղել, որ ԵՄ-ից այսպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ ոչ միայն Հայաստանում լինեն, այլ ստորագրեն փաստաթղթեր, որոնք ըստ էության ուղղված են տնտեսության զարգացմանը, վիզաների ազատականացման, առանձին հիմնադրամների հետ համագործակցությանը, այսինքն ԵՄ-ն ոչ միայն հասցեական արձագանքելով մեր մարտահրավերների այստեղ է երկու կարևոր առաքելություններով, դրանք կհիշեք սահմանային է եւ դիտորդական արդեն նախընտրական շրջանից պլյուս 2 տարի հիբրիդային գրողների դեմ, այլ նաև մեր տնտեսությունը փորձում է արդիականացնել, որպեսզի ի վերջո Եվրամիություն անդամակցելը դառնա քաղաքական որոշում։ Նաև տեսանք, որ Թուրքիայից կա մասնակցություն փոխնախագահի մակարդակում Ալիևը մասնակցեց տեսակապի միջոցով եւ խոսում էր հատկապես Հայաստան-Ադրբեջան խաղաղության մասին, նաև նշեց, որ որոշ կենտրոններ այնուամենայնիվ շահագրգռված չեն եւ խաթարում են խաղաղությունը, խաղաղության process-ը եւ հիմնականում, այսպես ասած, սրերը ուղեց դեպի Եվրամիության ամենատարբեր կառույցներ, ինչ է կարծում, ինչին էր միտված այդ հայտարարությունը Իլհամ Ալիևի եւ նաեւ ինչքանով էր կարեւոր, որ թե ադրբեջանական կողմից, թե Թուրքիայի կողմից այնուամենայնիվ գագաթնաժողովին թեկուզ տարբեր ֆորմատներով բաց մասնակցություն կար։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը շատ հաճախ թիրախավորում էին, ասելով, որ բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականություն իրականություն լինել չի կարող։ Եվ որ մենք խոսում ենք տարածաշրջանային հարաբերությունների կարգավորման մասին զուգահեռաբար ասելով նրա մասին, որ պատրաստվում ենք ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորել եւ ավելի ընդլայնել, ասում էին, որ սա էլ միֆ է։ Բայց ըստ էության մենք ունենք մի իրավիճակ, երբ որ Թուրքիայի փոխնախագահան, այո, Ադրբեջանի նախագահան հեռակապով միանում են այս հարթակին, որովհետեւ ինչպես ես քանիցս պնդել եմ, իրականում մեր տարածաշրջանը պետք չէ հակադրել եվրոպական օրակարգերի հետ։ Սրանք սահուն իրար հետ ընթացող հարաբերություններ են։ Կարող են լինել որոշ հարաբերություններում խնդիրներ, մարտահրավերներ, բայց այդ մասին բաց խոսելը օգնում է դրանց հաղթահարմանը։ Հիմա ինչ եմ ուզում ասել, թե Թուրքիայի փոխնախագահի այցը, որը EPC-ի շրջանակներում էր, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղերձը, եւ թե Վրաստանի վարչապետի իրականում նաեւ մասնակցությունը EPC-ին հաշվի առնելով նաեւ ԵՄ Վրաստան հարաբերությունների մեջ որոշ ընկերները ի ցույց են դնում այն, որ մեր բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականությունը իրականություն լինել կարող է եւ իրականություն է արդեն։ Այսինքն մենք ի ցույց դրեցինք այն, որ հնարավոր է բալանսավորել հարաբերությունները, եթե դու ազնիվ ես նախ եւ առաջ քո գործընկերների հետ եւ նպատակը մեկն է՝ Հայաստանի Հանրապետության սուվերենություն, ինքնիշխանություն եւ տարածքային ամբողջականությունը։ Սա մի ուղերձ էր նաեւ, որ հնչում էր նախագահ Մակրոնի ելույթում, երբ որ նա նշում էր, որ հայ ժողովրդի եւ Հայաստանի իշխանությունների պայքարը արդար է, արդար նաեւ միջազգային հարաբերությունների տեսանկյունից, եւ որ մենք պայքարում ենք պետականության համար, մեր տարածքային ամբողջականության, սահմանների անկախտելիության մասին, այստեղ մենք ունենք լայն աջակցություն ոչ միայն իհարկե Ֆրանսիայի, այլ նաև ընդհանուր համայնքի։
Ես ճիշտ եմ հասկանում Տիկին Ղազարյան, նաև հաշվի առնելով Էմանուել Մակրոնի երեկվա արված այն հայտարարությունը, որ Հայաստանի կշիռը եւ Հայաստանի մասին պատկերացումներն են որոշակիորեն փոխվել, նաև աշխարհի աչքում, աշխարհի երկրների աչքում, որովհետեւ Մակրոնը իր ելույթում էլ նշեց, որ 8 տարի առաջ այլ ընկալում կար Հայաստան պետության հետ կապված եւ 8 տարի առաջ հաստատ այդ երկրների ներկայացուցիչները նաև չէին գալու, չէին համախմբվելու հենց Երևանում։ Տարիներ առաջ այո եղել են Ֆրանսիայի նախագահի տարբեր նախագահների տարբեր այցեր։ Այստեղ ես տեսել եմ, որ այս շահարկումը կար, որ նախկին նախագահների օրոք եղել է, բայց խոսքը եւ հատկապես նախագահ Մակրոնի ելույթը այլ բանի մասին էր, նման միջոցառման անցկացնելու հնարավորության եւ հեռանկարի մասին է, որտեղ որ մասնակից էին ոչ միայն տարածաշրջանային պետությունները, Եվրոմիության անդամ պետություններ, Մեծ Բրիտանիան, առաջին անգամ Կանադան, այսինքն սա խոսում է համախոհության մասին, այս երկրների միջազգային տարբեր իրավունքների, միջազգային տարբեր որոշումների նկատմամբ համախոհության մասին եւ սա էր հենց նախագահի ուղերձը, այն որ Հայաստանը ամբողջությամբ վարում է այնպիսի քաղաքականություն արտաքին, որը ընկալելի է ԵՄ անդամ պետությունների համար, որն ընկալելի է ԵՄ անդամ պետությունների ժողովուրդների համար, որովհետեւ ի վերջո այս երկրի ղեկավարները, ովքեր հյուրընկալվել էին Հայաստան, լեգիտիմ ընտրված իշխանություններ են, որոնք արտացոլում են նաեւ իրենց ժողովրդի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ եւ Մակրոնն էլ իր ելույթում խոսում էր այս շեշտադրումների մասին, թե նաեւ Ֆրանսիան անկախ իշխանությունների փոփոխության իրենց երկրում Հայաստանի նկատմամբ ունի ընդգծված դրական վերաբերմունք եւ ես կարծում եմ, որ վարչապետը նույնպես կարողացել է Հայաստանը այնպես դիրքավորել եւ ներկայացնել, որպեսզի այն ընկալելի լինի ժողովրդավար համայնքի համար։ Եվ հակառուսական տրամադրություններ գեներացնելու մասին Տիկին Ղազարյան վերջին օրերին ամենաշատը նաև խոսվել է այն մասին, իհարկե ընդդիմադիր բևեռից, որ այս գագաթնաժողովի միակ նպատակը հակառուսական հայտարարություններ անելն է եւ մենք երեք տեսանք Ռուսաստանից նաև առաջին հայտարարությունները Մարգարիտա Սիմոնյանը իդեպ մեղադրեց, ես ասաց, որ սա շատ անշնորհակալ քայլ է Հայաստանի կողմից եւ իրենք առնվազն պիտի մտածեն, թե հետագայում այստեղ ինչպես են իրենց քաղաքացիներին պաշտպանելու ռուս ժողովրդի եւ իրենց քաղաքացիների իրավունքները, նախ ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը եւ այսօր նաև տեսանք Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը, որը կարծես թե շատ սրտնեղել էր Զելենսկու այստեղ գտնվելու հանգամանքով եւ մեղմ ասած շատ բացասաբար էր արտահայտվել Վլադիմիր Զելենսկու եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման հետ կապված։ Ոչ մի եվրոպական համայնքի գագաթնաժողով չի կարող սրել հայ-ռուսական հարաբերությունները ավելին քան դրան նպաստում է, այսինքն հայ-ռուսական հարաբերությունների միջև այս սրմանը նպաստում են ամենաշատը Դմիտրի Մեդվեդևը իր հայտարարություններով, Մարգարիտ Սիմոնյանը իր հայտարարություններով եւ իրենց արբանյակ հանդիսացող կուսակցությունները Հայաստանի ներսում։ Որևէ միջազգային միջազգային հանդիպման մասնակից չի կարող որևէ ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա, քան դրան նպաստում են այս իմ կողմից վերահուշյալ մարդիկ, որովհետև իրենք իրենց հայտարարություններով ատելություն են սերմանում, ես չեմ ասի ռուս ժողովրդի նկատմամբ, բայց ես վստահաբար կարող եմ ասել Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ, որովհետև նրանք հատում են այն կարմիր գիծը, որը արկա է ցանկացած երկու պետությունների միջև հարաբերություններում։ Դա ներքին օրակարգերի վրա ազդեցություն փորձել ունենալը, չճանաչելը մեր սուվերենությունը, մեր ինքնիշխան որոշումներ կայացնելու մեր իրավունքը, եւ ես քանի անգամ այս մասին խոսել եմ նաև ձեզ հետ զրույցներում, որ հայ-ռուսական հարաբերություններում ես կասեի, այս նյարդը առաջացել է նրանից հետո, եւ որ ռուս խաղապահների ներկայությամբ էթնիկ զտման ենթարկվեց հայ ժողովուրդը Լեռնային Ղարաբաղում եւ դրանից առաջ եւ դրան հետեւած Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական զորքերի հարձակումներին Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի արձագանքը որևէ իրողություն ավելի չի կարող սրել հայ-ռուսական հարաբերությունները, քան ռուսաստանյան իշխանությունների անտարբերությունը այս միջադեպերի նկատմամբ, իրենց սառնասրտությունը, իրենց կարեկցանքի տոտալ բացակայությունը էթնիկ զտման նկատմամբ։ Ես կարծում եմ, որ լավ կլինի, որ ռուսաստանցի իշխանության ներկայացուցիչները եւ իրենց սատելիտները ավելի զուսպ գտնվեն Հայաստանի նկատմամբ հայտարարություններ անելիս եւ փորձեն իրենց զայրույթը, տրամադրությունը զսպել այնքան, որքան մենք ենք փորձում շատ հաճախ զսպել եւ որ տեսնում ենք իրական անարդարություն մեր ռազմավարական գործընկերների կողմից։ Եվ վերջին օրերին հատկապես ուժեղ Հայաստան ուժի ներկայացուցիչների եւ Սամվել Կարապետյանի կողմից շատ է խոսվում մանտրայի նման ամեն օր կրկնվում է այն թեզը, որ 300,000
աշխատատեղից անցել են հիմա 300,000 ադրբեջանցիներ եւ 3 Սամվել Կարապետյանը իդեպ հայտարարում էր, որ այս գագաթնաժողովները նույնպես նպաստելու են եւ ճանապարհ են բացելու, որպեսզի 300,000 ադրբեջանցիները գան վերաբնակեցվեն Հայաստանում։ Հասկանանք նախ ընդհանուր առմամբ դրա իրատեսական լինել չլինելը, թեև երկու կողմից էլ թե ադրբեջանական, թե հայկական ամենաբարձր մակարդակում հայտարարություններ եղել են Տիկին Ղազարյան, բայց հասկանանք այսքանից հետո ինչու է այդ թեզը շահարկվում եւ ինչ է տալիս։ 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին տեղեկատվություն սուտ է, այն հիբրիդային գրոհի մաս է եւ ես ցավում եմ բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր այս կուտուտում են, որովհետեւ ուզում եմ հիշեցնել իրենց, որ հայաստանյան իշխանությունները քանիցս ասել են, որ նման հարց չի բանակցվում եւ չի կարող բանակցվել, եւ ակնհայտ է, որ Ադրբեջանի որոշ ներկայացուցիչներից առավել ակտիվ այս թեզը տարածում են, այո, ձեր կողմից նշված թե ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները, թե իրենց սպասարկող որոշ ճակերտավոր լրատվականներ, այս օրակարգը միանշանակ մի նպատակ ունի, այն հնարավոր դարձնել Հարավային Կովկասում կոնֆլիկտի երկարացումը, կոնֆլիկտը հնարավոր պարագայում տեղափոխել Հայաստան եւ հրավիրել այստեղ այլ պետությունների ուժայինների ներկայություն։ Այսինքն իրենց նպատակը ոչ թե Հայաստանի Հանրապետության ուժեղացումն է, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունը, այլ իրենք այս թեզով միանշանակի ցույց են դնում այն, որ սպասարկում են այլ պետության շահեր։ Այս թեզը, կրկնում եմ, 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու սուտ է եւ այն տարածող ուժերը պետք է քաղաքացիների կողմից զրո քվե ստանան։ Սիրելի քաղաքացիներին ես անընդհատ հորդորում եմ եւ այս մասին անընդհատ խոսելու եմ։ Այն մարդիկ, ովքեր ձեզ համոզում են, որ ԿՊ-ն 300,000 ադրբեջանցու մուտք է ապահովել, իրենք ձեզ մանիպուլացնում են, ձեզ սուտում են եւ իրենց նպատակը մեկն է ձեզ գործիք դարձնել այլ պետության շահը սպասարկելու համար։ Եվ վերջին օրերին նաև Սամվել Կարապետյանը լծվել է Լոռու մարզը փրկելու համար, երևակայական ինչ-որ ուժեր հարձակվել են երևի Լոռու մարզի վրա եւ նաև շատ է խոսվում էլի այս պայմաններում, թեև խաղաղության պայմանագիրը գոնե նախաստորագրված է, շատ է խոսվում ինչ-որ բան հանձնելու, ինչ-որ երևակայական վտանգների մասին։ Հասկանանք ինչի մասին են նաև այդ հայտարարությունները եւ քանի որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն գրանցեց 19 ուժերին, Տիկին Ղազարյան արդեն ամսի 8-ից սկսվում է նախընտրական քարոզարշավը, հասկանանք ինչ առաջարկների շուրջ է լինելու այս ընտրությունը, դուք որքանով եք հասցրել հետևել տարբեր քաղաքական ուժերի հայտարարությունների եւ ինչ եք կարծում, ինչի միջև է լինելու այս ընտրությունը։ Դե կհիշեք, որ մի շրջան կար, որ ակտիվ ասում էին Զանգեզուրյան միջանցք եւ որ դա իրականություն չդարձավ, ի հեճուկս իրենց բոլոր ջանքերի եւ կա թրիպ նախագիծը, լծվել են այլ կեղծ լուրերի տարածման, որոնք կարող են վախ եւ ցավ գեներացնելով դարձնել, դրանք փորձում են դա դարձնել իրական իրենց քաղաքական կապիտալը։ Եվ 300,000 ադրբեջանցու մասին սուտ տեղեկատվությանը գումարվել է նաև հնարավոր հարձակման, Հայաստանի սուվերեն տարածքը զիջելու մասին կեղծ լուրերը։ Սուտն ու կեղծիքը իրենց հիմնական գործիքն են, որովհետև չեն կարողանում իրենք համակերպվել, որ Հայաստանի Հանրապետության ուժեղ իշխանությունները կարող են բանակցել, կարողացել են բանակցել եւ ամրագրել ոչ միայն խաղաղության պայմանագրով, այլ նաև աշխատակարգով եւ եռակողմ հայտարարությամբ Թրամփի մասնակցությամբ, նախագահ Թրամփի մասնակցությամբ, որ Հայաստան եւ Ադրբեջան ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմատի հիմքով։ Գրիվ տալով սրա դեմ, որն արդեն իրողություն է, սկսել են կեղծ եւ սուտ հորինել, կրկին մեր քաղաքացիներին առաջարկում եմ թիրախավորել այս քաղաքական գործիչներին, հենց թիրախավորել։ Հրապարակել նկարները, ասել, որ իրենք ստում են, որովհետև այն քաղաքական գործիչը, որ փորձում է կապիտալ գեներացնել ստելով, պետք է արժանանա համապատասխան քաղաքական գնահատականի։ Այո, պետք է թիրախավորվեն բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր վախ գեներացնելով, ցավ գեներացնելով, փորձելու են մտնել խորհրդարան, սա թույլ չի տալու հայ ժողովուրդը վստահաբար, եւ քաղաքական գործընթաց է, գիտեք, մենք էլ լծվելու ենք ամբողջությամբ այս քաղաքական համարժեք պատասխաններին։ Եվ ինչի մասին է։ Այս ընտրությունները սրանք մենք խոսել ենք սրա մասին շատ։ Այս ընտրությունները քաղաքականությունը ինստիտուցիոնալ դարձնելու մասին է։ Սա ընտրությունը ժողովրդավարության մասին եւ ի վերջո սա ընտրությունը Հայաստանի Հանրապետության մասին։ Եվ որ ընդդիմադիրներն ասում են, որ սա ինքնության համար պայքար է, ես համաձայն եմ, բայց այդ ինքնության դեմ են իրենք պայքարում։ Մեծ հաշվով սա մեր անկախության եւ պետականության մասին է, որի ընթացքում եւ որի շրջանակներում է միայն հնարավոր պահպանել հայ ինքնությունը եւ ուրեմն պետք է տեր կանգնել խաղաղությանը եւ մեր Հայաստանի Հանրապետությանը։